Ավելի քան 2 միլիարդ դրամի գույք ու 2 միլիարդ 400 միլիոն դրամ։ Դատախազության պահանջն է Երևանը 6 տարի ղեկավարած Երվանդ Զախարյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Պահանջում ենք Երվանդ Զախարյանից եւ վերջինիս փոխկապակցված անձանցից 14 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց ենք պահանջում, նորից շուկայական արժեքները կազմում են 18 միլիոն, 5 իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, 2 չմարված ավանդի գումար։ Դատախազությունը նախկին քաղաքապետից եւ նրան փոխկապակցված անձանցից պահանջում է նաեւ Չեխիայում գտնվող անշարժ գույքի ու մեկ ընկերության ձեռքբերման արժեքների ապօրինի մասը, ավելի քան 16 միլիոն դրամ։ Պահանջում ներառված են նաև փոխառությունների չմարված մասերը, տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքը, որը ավելի քան կազմում է 1 միլիարդ 190 միլիոն։ Երվանդ Զախարյանի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը նշում է հայցադիմումն անհիմն է եւ ենթակա է մերժման։ Ասած այն հավաստող ապացույցներ ունեն եւ շարունակում են ապացույցներ փնտրելու գործընթացը, քանի որ տևական ժամանակ է անցել։ Պնդեց իր վստահորդ թե ապօրինի գույք ու դրամական միջոց չունի։ Ավելին պնդում եմ, որ հայցադիմումում նշված գույքերի, այդպես դրամական միջոցների գերակշիռ, եթե չասեմ բացարձակ մեծամասնությունը, պարոն Զախարյանի հետ ընդհանրապես որևէ կապ չունի, կապ ունի իհարկե պարոն Զախարյանին հայտնի անձանց հետ, որոնց համար սակայն պարոն Զախարյանը որևէ պատասխանատվություն կրել չի կարող։ Հայցապահանջում ներառված են գույքեր եւ նաեւ իրավաբանական անձանցում մասնակցություններ, որոնց տիտղոսային սեփականատերը այլ անձ է, այսինքն գրանցված սեփականատերը այլ անձ է, բայց մեր դիտարկմամբ իրական շահառուն հանդիսանում է Երվանդ Զախարյանը եւ հետեւաբար գույքերը օրենքի իմաստով պատկանում են Երվանդ Զախարյանին։ Դատանում այս գործով շուտով կսկսվի դատաքննությունը եւ կբաշխվի ապացուցման բեռը։ Այս նիստին քննարկվեց, թե կողմերից յուրաքանչյուրն ինչ փաստեր պետք է ապացուցի։ Ըստ դատախազի հայցվոր կողմը պետք է ապացուցի Զախարյանին եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքերի ենթադրյալ ապօրինի ծագումը, դրանց պատկանելիությունը։ Պատասխանատու կողմը պիտի գրի ապացուցման պարտականությունը օրինական եկամուտներով նշված գույքերը հիմնավորելու։ Զախարյանի ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանն էլ նշեց, որ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև Չեխիայում անշարժ գույք ձեռք բերելու եւ այդ գույքի իրական շահառուն Երվանդ Զախարյանի հանդիսանալու հանգամանքը։ Դատան ապացուցման պարտականությունը բաշխելու որոշումը կկայացնի առանձին դատական ակտով եւ կողմերին կտրամադրի ողջամիտ ժամկետ ապացույցներ ներկայացնելու համար։ Տաթև Խաչատրյան, Արման Թովմասյան, լուրեր։